մի տեսակ շատ անհետաքրքիր է, ընդդիմությունը ասելիք չունի ընդհանրապես, ես ուզում եմ հիշել էլի այս 5 տարիներին ինչ են արել, հիմա մի տեսակ ընտրություններից կես տարի առաջ տոտալ լռություն է տիրում, ազգային ժողովի դահլիճը դատարկ է, բայց ես հիշում եմ, ոնց էր Արթուր Խաչատրյանը այս ամբիոնից սենց թափահարում, ասում, այս խաղաղության թուղթ չի, սա թղթի կտոր է ընդամենը, շատ լավ եմ հիշում։ Ես հիշում եմ ինչպես էին իմպիչմենթի գործընթաց օրինակ սկսել, որ եթե 1 ամիս ավել էս կառավարությունը մնա, երկիրը կործանվելու է։ Ես հիշում եմ ինչպես էին գուժում ամեն ամիս Սյունիքը տալու են, Միջանցքը տալու են, ադրբեջանցիները գալու են, բոլորի տները մտնելու են, թշնամին գալիս է ձեզ կոտորի։ Շատ եմ հիշում, շատ լավ եմ հիշում այդ դաշտի տորպեդահարումը, որ 5 տարի թե փողոցում, թե ստեղ ազգային ժողովում, թե ամբողջ մեդիա դաշտում ինչպես էին վախի, սարսուռի եւ դժոխքի մեջ պահում ՀՀ քաղաքացուն։ Բա ինչ եղավ ժողովուրդ ջան, դատար կաթոռների հետ ենք էլի զրուցում, ինչ եղավ ձեզ, խաղաղության նախաստորագրված փաստաթուղթն էլ այդ ժամանակ ձեզ չկանգնեցրեց, շարունակեցիք նույն թեզերը շարունակել, թրիփ նախագիծն էլ դեռ չի կանգնեցրել ձեզ, բայց շուտով հասկանում եք, չէ, որ հողի վրա այդ պրոյեկտը տեղի է ունենալու, ինչ եք ասելու, էդ էլ չգիտենք, ընդդիմությունը պրավալի է ենթարկել իր բոլոր նարատիվները, ինչ է մնացել քաղբանտարկյալների թեզը։ Քաղբանտարկյալները նրանց օրենքի առաջ կանգնած ընկերներն են, որ պետք է պաշտպանեն գոնե 6 ամսվա ընթացքում ամբիոնից ելույթներ ունենան, որ հանրությանը ասեն, որ գործ են կանում։ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան։ Հայաստանի Հանրապետությունում կան կաշառակերներ, որոնք կանգնած են դատարանի առաջ։ Հայաստանի Հանրապետությունում կան ահաբեկչություն պլանավորողներ, որոնք կանգնած են դատարանի առաջ։ Եվ ինչ թեզերով են նրանք պաշտպանում, էլի, ասում են, ով ընդդիմանում է, դառնում է խղճի բանտարկյալ։ Բա դուք, ձեր ղեկավարները, ինչ գործ ունեք ստեղ։ Այս 5 տարվա մեջ ժողովուրդը մեզ միակ մեղադրանքը է դա ասել։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ինչ գործ ունեն ազատության մեջ։ Այդ որ ընդդիմանում են, լավ չեն ընդդիմանում իշխանությանը, թե իրանք արտոնյան են, որ իրանք ազատության մեջ են, բայց որոշ մարդիկ դատարանում։ Եվ ամենակարևորը ում են պաշտպանում։ Պաշտպանում են կաշառքի գործով օրինակ անցնող Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանին, որին այսօր պաշտպանել է CS-KPSS-ի նախագահը, այսինքն Կոմկուսի, ԽՍՀՄ Կոմկուսի նախագահը եւ Սերգեյ Լավրովը եւ նույն բառամթերքով։ Ես կխնդրեմ այս զուգադիպության մեջ ոչ մի այլ բան չփնտրել, զուտ պասերով երեխեք։ Նաև բոլոր կաշառակերներին երկար տարիների կյանք մաղթենք քրեակատարողական հիմնարկները։ Հասմիկ Հակոբյան։ Այսօրվա մեր քննարկումը լսող քաղաքացիները կարող են ասել, դե այո, իշխանությունն ունի որոշ թերացումներ։ Մի պատգամավոր ընդդիմադիր խոսում է գծանշումների որոշակի թերացումների մասին։ Մի պատգամավորը խոսում է, որ այ 300%-ով չի բարձրացել մեր թոշակառուների նվազագույն թոշակները, այլ մի քիչ է այնտեղ տոկոսը, ոնց հասկացանք քննարկումներից։ Մյուս պատգամավորը էլի որոշակի ձնամաքրման հետ կապված որոշակի թերացումներ է տեսնում։ Ես տարօրինակ բան պետք է ասեմ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ այսօր արձանագրեմ մեր ընդդիմության, մեր գործիչների պրոգրեսը, որովհետև սա այն պատգամավորներն են, որոնք 5 տարի է հրատապ փրկում են հայրենիքը։ Շտապ 1 րոպե շուտ կործանումից փրկում են մեր հայրենիքը, բայց այսօր գծանշումներից ենք խոսում, ինչը բնավ վատ չէ, ես սա վատով չեմ ասում, սա պրոգրես եմ որպես ուզում արձանագրեմ։ Սա այն պատգամավորներն են, որոնք 5